Ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ։ Ես առաջարկում եմ երկու թեմայի անդրադառնանք։ Դե գիտենք, կարող ենք շատ երկար զրուցել, ամենատարբեր հարցեր քննարկել, բայց ժամանակ առ ժամանակ եթերները կարող են լինել կոնկրետ 1-2 թեմայի շրջանակներում եւ համառոտ պարզապես ցանկացա նկարը անել նոր տեղադրել համացանց, այլ նաեւ կենթանի շփում ապահովել։ Ինչպես վերնագիրը, չգիտեմ, հասցրեցիք ընթերցել թե չէ, կա մեր ներսում կարծրացած գաղափարախոսություն, արհեստական ներդրված, որը որ մենք հավատում ենք ու կարծում ենք, որ մենք ենք դες մտածում, որը որ աշխատում է մեր դեմ։ Հիմա ես օրինակները կբերեմ, մեկը մի հրապարակման մասին է, որին կանդրադառնամ, հարցը անձնավորությունը չի, հարցը մոտեցումն է, եւ երկրորդ ինչու ոչ, վերջին հրապարակումս Facebook-ում կապված Տաթևի վանքի Հայր Միքայելի մասին իմ հարցադրմանը, տարբեր մեկնաբանություններ եմ տեսնում, պետք է ասեմ, որ իհարկե ամեն մեկը ոնց պատկերացնում, ամեն մեկն իրավունք ունի ունենալու իր կարծիքը, բայց այնուամենայնիվ շատ բաների հետ համաձայն չեմ։ Չեմ ցանկանում թիրախավորել Հայր Միքայելին, հանկարծ այդպես չկարծեք, հա։ Բայց մինչև Հայր Միքայելը ես ուզում եմ մի երևույթի անդրադառնալ, մաքուր քոչարյանական, որ ամեն ինչով էլի։ Նախ մեր փոքրիկ հիշեցում, ես ճիշտ է սրա մասով առանձին գրառում էլ կանեմ, որպեսզի շատերը հասցնեն տեսնեն, մի գրառում էլ կանեմ, մտածած հիշեցնեմ, որ Ռոբերտ Քոչարյանին, երբ որ 18 թե 19 թվականներ ձերբակալել էին, կալանավորել էին ու դատարանում մարտի 1-ի գործներ քննվում, այն մեր ձևովիստներին եմ հատկապես ասում էլի, ովքեր ուզում են համոզեն մեզ, որ իրանք այտենց ես իմ անկողմնակալ երրորդ ուժի կողմնակիցներ են։ Հիշեցնեմ, որ Սամվել Կարապետյանը 200 միլիոն վճարեց, որպեսզի կալանքը Քոչարյան Ռոբերտի որպես խափանման միջոց փոխվի։ Սա ասենց ձեռի հետ, էլի հասկացանք, որ բոլորդ գիտեք, որ այնտեղ իր հայրը Նարեկ Կարապետյանի հայրը Սերժ Սարգսյանի հետ բան, այս սա գիտեք, բայց մենքս հիշացնեմ, էլի կարող մոռացած լինեք։ Թե չէ որ նստում ասում մենք ոչ մեկի հետ կապ չունենք, հա, բա ոնց իհարկե ոչ մենք էլ ֆիգուրնի կատանիայի վարպետներ ենք, եթե տենց է։ Ուրեմն հետեւյալ հարցն է։ Այս երիտասարդին երևի տեսած կլինեք երեք հանրային քննարկման ժամանակ մարտի 1-ի գործով մի այդ որոշման հետ կապված հանրային քննարկում էր ազգային ժողովում եւ այնտեղ բոլորի ուշադրությունը գրավեց մի 17-ամյա երիտասարդ, ով բավականին հետաքրքիր նախապատրաստված եկել էր իր ելույթը եւ այլն հավուր պատշաճի ներկայացրեց 17 տարեկանի համար բոլորիս հետաքրքրեց նրա ով լինելը եւ արդեն ազգովի կարծես թե բան ենք չանում, մենք այդ կողմից սեփականատեր ենք մեր տեսակով, միանգամից պատկերացրեցինք, թե ինչ լավ ապագա ունենք այս երիտասարդների հետ, հուսով չենք սխալվել, այնուամենայնիվ կան մարդկա մեկը, ով որոշել է ասես փիլիսոփայի էլի։ Խոսքը Նարեկ Մանթաշյանի մասին է, քոչարյանական Նարեկ Մանթաշյանի մասին է, մեր հայկական իրականության մեջ նախ ասեմ, որ եզակի դեպք չի, երբ որ հանցագործին փորձում են սատարել, թե նախկինում, թե հիմա, ու եթե օրինակ ես չեմ կարծում, թե աշխարհում կլինի մի երկիր, որտեղ եթե տերորիզմի մեջ մեղադրվող անձ լինի, նրան գոնե այդ բային անգամ իր տան անդամները կփորձեն սատարել։ Բայց Հայաստանում նորմալ է, կարողան ասել մենք չենք համարում, որ ինքը տերոր էր անում, մենք համարում ենք, որ ինչ անում էր, լավ էր անում, ու դա սատարում ենք ախպեր։ Սենց բաներ կարա տեղի ունենա։ Կամ ասենք նույն մարտի 1-ի թեմայով կարան մարդիկներն ասեն, հա, ախպեր ճիշտ են արել, ինչ արել են, բայց երբ որ ասես, իսկ եթե քո հանդեպ հիմա անեն դու դրա ոնց կնեն, բայց ինչ կանեն, բա, սենց հիստերիկ բաներ ունենք, էլի։ Ցիկեր ունենք։ Ըստ Նարեկ Մանթաշյանը տեղադրում է իր էջում այս երիտասարդի նկարը եւ նրան թիրախավորող մի հրապարակում է անում, ու քանի որ հրապարակումը հանրային տիրույթում է, Facebook-ում է, ես հանրային ձևով կանդրադառնամ, նախ ընթերցեմ ինչ գրառում է արել։ Չգիտեմ, այս 17 տարեկանը ում երեխեն է, բայց սա ԱԺ-ԿՊ-ականների կողմից կազմակերպված լսումներին խոսում է մարտի 1-ի իրադարձություններից։ Մեղավորները նշանակում տխրմարագույն մտքեր շարադրված գեղեցիկ, բայց ոչ իր բառերով։ Արա ախր մարտի 1-ը 2008 թվին դու ըստ նյութում նշված տարիքից կամ ծնված չես եղել կամ առավելագույնը 2 ամսական ես եղել։ Հետո խոսում է հոկտեմբերի 27-ից, երբ առհասարակ ծնված չի եղել ու էլի ականատեսի նման։ Ախր սա երեխա է, դաժե դատի տալ չես կարա, անչափահաս է, բայց պատկերացնում եմ ինչ գարշելի միջավայրում է դասիրակվել ու ինչքան մաղձու թույն է ներարկվել սրա մանկական ուղեղ։ Նույնիսկ չէի ցանկանում արձագանքել, բայց տեսա Անահիտ Բախշյանը իր էջում տեղադրել ու գովաբանել է, հասկացա, որ սա մեծանա տիկինի ճաշակով մեկն է դառնալու Սյոպիկի, Դանչոյի կամ Նիկոլի նման։ Հետևաբար հենց այս տարիքից պետք է չթողնենք հանրային կարծիք մոլորեցնողների ապազգային բանակը մեծանա։ Ես չգիտեմ, այսքան թույն ու չարություն կոնկրետ այս անձնավորության մեջ, որտեղից ինքը ուրիշներին ասում, բայց ինքն է թարախի մեջ թաթախված, այնուամենայնիվ ասեմ հետևյալը։ Վերնագրից բխեցնեմ, էլի։ Սա
վատ մտածողություն է Նարեկ։ Տես, պատկերացրու, դու համարում ես, որ քանի որ մարդը 2008 թվականի մարտի 1-ին դեռ ծնված չի եղել, ուրեմն չպիտի այնպիսի ելույթ ունենա, գնահատողական դատողություններ ներկայացնի, որոնք որ կարող է քեզ հուզեն, հա, ես ճիշտ եմ, չէ՞ հասկանում։ Կամ ականատեսի նման չխոսի։ Մարդը իր խոսքը տեքստը այդպես կազմել, հարցեր չի։ Բայց քո տրամաբանությամբ արի գնա։ Քո տրամաբանությամբ գիտես ինչ է ստացվում Նարեկ, որ օրինակ Էրդողանը հիմա կարա ասի դուք ցեղասպանության տարիներին 1915 թվականից իսկ ծնվածել չեք եղել, դուք ոնց կարող խոսաք ցեղասպանությունից։ Կարա խոսա։ Դու քո տրամաբանությամբ կարաս հակադարձես, եթե դու ճիշտ ես, ուրեմն ինքը ճիշտ է դառնում այդտեղ։ Դու իսկ ծնվածել չես եղել, դու ով ես եկել ես ինձ բանից բանջում, դու ոնց կարաս գնահատական տաս։ Կամ ասենք 37 թվի ռեպրեսիաներին դու ոնց կարաս գնահատական տաս, եթե դու ծնվածել չես եղել։ Կամ առհասարակ ի՞նչ Տիգրան մեծից եք խոսում։ Իսկ ծնված եք եղել, չգիտեք ի՞նչ Տիգրան մեծ։ Ախպեր Հայկ Նահապետից եք խոսում, դու ինչ հայ, դու ոնց կարաս քեզ հայ համարես, եթե դու Հայկ Նահապետի ժամանակ չես եղել։ Այս գիտելիք, այս մոտեցումն է, այս դեգրադացված մոտեցումն է միջայլոց։ Սա իհարկե հատուկ է քոչարյանականներին, ես հասկանում եմ, որ ցնցումների մեջ են եղել, երբ որ տեսել են մի այդ վճիռը, հետո տեսնում են հանրային քննարկումներ, տեսնում են, որ այդ հանրային քննարկումներին մասնակցում են, այսինքն սերնդափոխություն է լինում եւ այնպես չի, որ ով կա կմեռնի կգնա ու այդ գործը կմոռացվի։ Չէ, ինչ որ երիտասարդները նույնպես հետաքրքրված են այդ գործով, ինչու են հետաքրքրված, որովհետև ինչ որ բայի պետությունը քաղաքացիների Հայաստանի Հանրապետությունում ապրելու իրավունքն է խախտել, բայց իրանք հետաքրքրված են, չիմանան մի հատ իրանք իրավունքն էլ կարող է հանկարծ խախտվի, իսկ խախտվել, ոնց է այդպես պատահել։ Իսկ ով պիտի մտածի, եթե ոչ երիտասարդ սերունդը։ Այսինքն երիտասարդ սերունդի հանդեպ այդպեսի կամահարական վերաբերմունք ունես։ Դրա համար չես կարող գնահատես, օրինակ հոկտեմբերի 27-ին ինչ եղել, որովհետև շատ ջահել ես եղել։ Դու կարծել ես, որ դու իրավունք չունես խոսելու, ու տես կոմպլեքսավորված մեծացել ես ապեր։ Ձեր այդ շարժումների ժամանակ ամենատարբեր շարժումներ եք ձեռնարկում։ Եթե չեմ սխալվում, դաշնակցական էր այդ տղան, եթե սխալվում եմ, ներողամիտ կլինեք, մի երիտասարդ կար, ով բավական ակտիվ էր, հետո ինչ-ինչ պատճառներով մահացավ այդ տղան։ Ես շատ ցավացել եմ, որովհետև այո, այդպես համարցակ, արդեն ինքը մտել էր, խոսում էր, բանախոսություն, չգիտեմ, ճառեր, չնայած իմ սրտով չէր խոսում։ Բայց քանի որ ես գնահատում եմ երիտասարդների ամբիցիաները, գնահատում եմ երիտասարդների ներուժը ու կարծում եմ, որ այո, նրանք այն շրջանակ կարող սխալվեն, սայթակեն, մյուսներ, ինչ ասես կարա տեղի ունենա, կամ ես չեմ որ պիտի ասեմ ով է սխալվում, ով չէ, որովհետև քաղաքականությունային դիրույթն է, որտեղ որ բացարձակ ճիշտ կամ բացարձակ սխալ կողմեր գոյություն չունեն, այդպես բան չկա։ Այնուամենայնիվ, էլի, ես իսկապես ցավում եմ, որովհետև գնահատում եմ։ Դուք չեք գնահատում նման երիտասարդներին։ Ինչ է նշանակում պատկերացրեք ինչ մաղձի մեջ է մեծացել, ինչ մաղձի մեջ է մեծացել։ 2008 թվականի մարտի 1-ին 10 հոգի գնդակահարվել է խաղաղ ցույցերի համար, խաղաղ ցույցերին մասնակցելու համար։ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևան են բերվել զորքեր, որոնք որ կրակել են ժողովրդի վրա, որոնց գործառույթը այդ ժողովրդի պաշտպանելն է արտաքին թշնամուց։ Նրանք եկել են, որոշել են, որ այս ժողովուրդը իրաց ներքին թշնամին ու կրակել են։ Ինչ ես հասկանում, ինչն է բարդ։ Եթե նրանք չստիպեին, եթե նրանք էս չանեն, եթե նրանք այն չանեն, լուրջ եք ասում։ Վախեք հիմա կախված դատարաններից։ Դատարաններից եք արդարադատություն պահանջում։ Կարծում եք, որ դատարանը պիտի արդարադատ լինի, արդարադատ դատարանը, օքեյ, հենա որոշում ա տվել։ Ասել է, որ այսպես է եղել։ Բահար Չարաչյանը ինչի են այդքան կոծկում այդ գործը։ Եթե ճիշտ էին, եթե Քոչարյանը կամ Սերժը ճիշտ էին, ինչի համար են թաքցնում, կոծկում, փամփուշտները գողանում պահում, այն մեկ գործը գախնի անում, այն մեկը նրանց սենց, այն մեկը իմի չէ, մի սենց դժվար է բացահայտվում։ Որովհետև ճիշտ չէին։ Որովհետև իրենք գիտեն ինչ դավաճանություն են արել իրականում ժողովրդի դեմ։ Շատ լավ գիտեն։ Որովհետև եթե իրավական տեսանկյունից իրենք իմանային, որ իրենք ճիշտ են, իրենք չէին կոծկի։ Մարտի 1-ի գործը վաղուց բացած կլիներ։ Վաղուց վերջացած գնացած կլիներ։ Այո, մենք կհիշենք ամեն տարի մարտի 1-ի զոհերին, բայց մենք այդ էջը փակած կլինենք ըստ էության, հա? Ըստ էության։ Բայց ինչի՞ չենք փակել։ Որովհետև երկու հատ ալան բուջիկ որոշել են, որ իրանք են արդարադատությունը ու կեղծել են։ Ու դու այսօր ուզում ես բոլորին համոզես, որ այ Լևոնն էր մեղավոր կամ Նիկոլն էր մեղավոր կամ առասարակ բոլոր մասնակիցները, իսկ սահմանադրությունը ինչի մասին է ասում։ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը ցույցերի ու ակցիաների ազատության մասին օրենք չունի։ Այդ ժամանակ չի ունեցել։ Հիմա որ դուք դուրս գաք ցույց անելու, կարանք պահանջենք, մեկը ես, ասենք իմ սրտով չլինի, ու որոշեմ, որ դուք սխալ եք, այդպես որոշեմ ախպեր։ Ու պահանջեմ իշխանություններից, որ կրակեն ձեր վրա բաբշե նաֆիկ։ Նորմալ է լինում դա։ Դու ընդունում ես, դու հաշտ ես լինում այդ մտքի հետ։ Չէ։
Ո՞նց է, ում կերակեն, չէ՞, ես մի բան կլինի հեսա քո հետ։ Բայց հենց այդ նույն բանն է։ Դու ո՞նց ես երիտասարդին թիրախավորում 17 տարեկան երիտասարդին, որ շատ հստակ իր միտքը ձևակերպել է։ Ասենք օրինակ ես երբեմն ցեղասպանությունից երբ որ խոսում, այո, կարող եմ միտքը ձևակերպեմ այնպես, որ տպավորություն լինի, որ ես ինքս ներկա եմ եղել այնտեղ։ Բայց չէ՞ որ ես նրանց ժառանգն եմ, իր հաջորդն եմ, մյուսն եմ, բայ այդպես պիտի լինի։ Բայց դու ասում ես 2008 թվին դեռ ծնված չես եղել, ոնց կարաս խոսալ։ Բայց դու 1915 թվին ծնված չես եղել, կարաս ցեղասպանությունից խոսած թե չէ։ Կրկնում եմ հարցս, կարա Էրդողանը հիմա մեզ ասի, հայերիս, ասի դու ոչ մեկը ծնված չեք եղել 15 թվին, ոնց եք խոսում ցեղասպանությունից։ Քո տրամաբանությունը դրա մասին է։ Դա նորմալ է, սա վտանգավոր չի։ Դուք ստեղ վտանգներ չեք տեսնում։ Կամ ասենք Ալիևն ասի, երբ որ բանա, ձեր ասելով Արցախը հայկական էր, այդ ժամանակ դուք ծնված չեք եղել, ոնց կարաք ասեք, որ այդպես է։ Իմն է, ախպեր, սաղն էլ իմն է։ Հիմա ենք ապրում սենց է։ Հա, տենց ենք մտածում։ Ցնդաբանություն։ Այս ինչ մոտ է։ Ու գիտեք վատը որն է։ Վատն է, որ այնտեղ աշկաս ընկավ 178 հոգի լայքել էին։ Այդ բայ դրությամբ ես ֆոտոն արել եմ ցերեկը երևի, հա, ու սկրին եմ արել էլի։ Հա։ Մի 57 հոգի էլ առավոտվա դրությամբ մեկնաբանություններ էին գրել։ Ու դրական է, որ ճիշտ ասումն արեկը։ Եթե նման մտածելակերպ կա մեր հասարակության թեկուզ ամենափոքր շերտի մոտ, սա խնդրահարույց է։ Եվ դա լավ կլիներ նարեք դու ու բոլորս, մենակ քեզ չեմ ասում, բոլորս մտածենք, որ մեզ մարդիկ են դիտում։ Լավ կլինի մի խոսքը հազարտակ ծանրու կշուր անենք, ծանրու թեթև անենք, կշռենք, նոր ներկայացնենք։ Մեկը ես միշտ բաց եմ եղել քննադատությունների համար, միշտ բաց եմ եղել բոլորի առաջ հրավիրել եմ, ասել եմ եկեք խոսենք զրուցենք, գուցե ես սխալվում եմ, եթե կարաք ավելի հիմնավոր մի պատճառ բերեք, ես չեմ խորշում իմ կարծիքը փոխելուց ինչ որ դեպքի կամ թեմայի մասին, հա, որովհետեւ դրանք իմ անձնական մտորումներն են։ Իմ անձնական, ի տարբերություն ձեզ, որ իսկապես թույն ու թարախի մեջ եք ոնց որ ապրում։ Ամենավառ օրինակը մեր Մեսրոպյանի թեման էր, Մգեր Արմենիայի։ Քանի կար շատ լավներ ինքը, տարածում եք, կիսվում եք։ Գնաց մեկ պատարակի սարքեցիք հոռոմի բեռը, ոնց ասեմ, հա։ Ինչի համար։ Իրավունք չունի գնալու։ Դուք եք որոշում իրավունքները, դուք ով եք։ Դուք քաղաքացիներ եք, դուք կարաք ձեր կարծիքը ասեք։ Ես դուք չեք կարա ձեր կարծիքի մեջ թիրախավորումներ անեք էլի։ Եվ ես այո հպարտանում եմ այս երիտասարդով։ Հպարտանում եմ։ Ով շատ համարձակ էր իրան, գիտեք, ես շատ միջոցառումներ եմ անցկացրել, իրականացրել ամենատարբեր դպրոցներում, ուսումնական հաստատություններում ժամանակին էլի, վերջին 6-7 տարիներին չի վերաբերվում դա։ Բանա, ու ես խնդիր եմ ունեցել միշտ, երբ որ միջոցառման սցենարը տանում ես, տղա երեխաները հատկապես շատ կաշկանդված են միշտ եղել։ Միշտ Ինչ խոսք ասել են, այս ձեռներով սստորորելով իրանց, ասես կանգնած իլահի, մի ձև, ասենք, միշտ տղերքը այդ խնդիրը ունեցել են։ Համարձակությունը բեմի վրա չեն կարողացել դրսևորել։ Անկամ շատերը նկատած կլինեք, հա, երբ որ Ամուսամեն առաջին հարսանեկան նա տանգո կա, տեսնում եք տղերքը, ասես կաշկանդված բան, որովհետև իրենց չեն բացել ժամանակին։ Եվ համարձակություն ասվածը այդ կերպ է ֆիքսված մարդկանց ուղեղում։ Ես ապշած ես տղայի 17 տարեկան տղան ամբիոնի մոտ Թիվ մեկ ամբիոնի մոտ, որի հետևը շատերը եթե կանգնեք, ծնկներները կավասած դողդող աղուզմունքից։ Մարդիկ նստած, հեռուստատեսությունների կամերաները շարած, նստած բավականին հեղինակավոր մարդիկ, թեկուզ Նարեկ Մանտաշյանի համար տհաճ մարդիկ լինում։ Հեղինակավոր մարդիկ են, հասարակական գործիչներ, ու նա շատ համարձակ ձևով կառուցում ու ասում է իր խոսքը, ներկայացնում է իր ասելիքը։ Սա կարևոր բան է։ Եվ սա խրախուսելի է։ Սա օրինակելին է։ Եվ խրախուսելին ու օրինակելին չի, երբ որ մայլեքում են կանգնած այդպես ձևակերպում իրաց խոսքերը։ Դուխները մենակ հայատներում բազարանելուց կամ նիվեկի մեջ բարձր մուզիկան միացած ֆրֆռալուց է բավարարում։ Դա այդքան լավ բան չի։ Դա լավ բան չի տալիս երիտասարդին։ Մարդը քայլեր է անում երիտասարդ տարիքում քաղաքականության մեջ։ Ինչ ես դժգոհ նեղվում ես։ Նեղվում ես, որովհետև ես 17 տարեկան տղեն զգացել ես, որ կարա Քոչարյան Ռոբերտոյի ապրած 70 եւ ավել տարիները, ասես փաթաթի դնի ոչ թե գերբանը, այլ գերբանի կողքին փոքրիկ պիստոնչիկի մեջ։ Դրանից ես նեղվում։ Բրավո, ես անուն ազգանունը չգիտեմ այս երիտասարդին։ Բրավո։ Բրավո։ Ու նման մտածելակերպ շատերս ունենք։ Շատ եմ ես լսել, ասենք օրինակի մեջ տեկուս ընտանեկան զրույցներում, հա։ Դու ինչ գիտես, դու այդպես ծնված ես եղել։ Սա արտահայտություն են անում։ Ասենք որ օրինակ,
Խոսում ես սովետական միությունից, ասում դու սովետի ժամանակ քանի տարեկան ես եղել։ Ախպեր ջան, ի՞նչ կապ ունի ես քանի տարեկան եմ։ Ասեմ ավելին, ավելի լավ, որ ես շատ մեծ չեմ եղել սովետի ժամանակ եւ կարող եմ շատ ավելի օբյեկտիվ գնահատականներ տալ։ Քան դուք, ցավոք սրտի։ Որովհետեւ դուք զոհն եք եղել այդ ամեն ինչի։ Դուք չեք կարող դա գնահատել օբյեկտիվորեն։ Դուք գնահատել եք կամ բանից ելնելով ձեր մանկությունն է։ Ասում անցյալի փուշը ներկայի նուշն է։ Ամեն մարդու համար ես դες ասեմ, իմ հայրը շատ ծանր կյանք է ունեցել, շատ ծանր մանկություն է ունեցել։ Ու մեկ եկա որ պատում էր, թե ինքը ասենք համապատասխան թարմ հագուստ կամ կոշիկ չունենալու պատճառով ամաչում էր դպրոց գնալ ու դրա համար կրթությունը կիսատ է թողել։ Բայց ես զգում եմ, որ ինքը դա պատում էր, ասես քաղցր ժպիտով մի տեսակ, որովհետեւ դա իր մանկությունն է։ Ինքը կարոտում է իր մանկությունը, ինչպեսին էլ որ դա եղել է։ Եվ բնականաբար այն մարդիկ, ովքեր որ ապրել են այդ շրջանում, չեն կարող այսօրվա մարդիկ կարող են կարոտով հիշել իրենց պիոներ ժամանակները։ Բայց դա չի նշանակում, որ դա լավ բան է եղել։ Դա վատ բան է, բայց դա այդ մարդու մանկությունն է։ Մի ամբողջ հասարակության, մի ամբողջ սերնդի մանկությունն է։ Ես ինքս վերջին պիոներն եմ 79 թվականները վերջին մսկապ կապողներն եմ։ Մեկ հիշում եմ ասես բանը։ Տուն անգամ երկու բան ունեմ պահացի շատակ։ Դա իմ կյանքն է։ Այն մարդիկ ավելի դες կոմերիտականներ, բաներ, ասես բաներ։ Իրանց համար դա դպրոցական իրենց սիրելի տարիներն են։ Բայց դա չի նշանակում, որ դա նորմալ է։ Երբ որ դասատուն խստությունը, բան ասած, դիսցիպլինան է, չգիտեմ, այդ ծանրությունը է, էլի ասենք։ Դա այսօրվա բանը չի։ Լավ կլինի, որ խրախուսվի կրթությունը։ Խրախուսվի ուսումը, ուսում ստանալու իրավունքը։ Բայց կներեք, sense եք խրախուսում։ Ձեր շարքերում sense երիտասարդ կա, ով գոնե իմանում է, թե ինչ է նշանակում մի ետ որոշում։ Դա ինչ է թիրախավորում։ Սա խնդիր է, սա լրջագույն խնդիր է։ Մենք կարճած, գիտեք, ես ինքս իմ տեսակով ժողովուրդ ջան, ավանդասեր մարդ եմ, ավանդապաշտ մարդ եմ, բայց ես չեմ կարճում դրանցից։ Ես չեմ ասում, չէ, աշխարհը պիտի հետնանք, իջնենք 15-րդ դար, չգիտեմ ուր, էլի։ Հասկանում եք։ Ես բոլորս ենք հասկանում, որ այդ ժամանակները օդը ավելի մաքուր է եղել։ Չէ, բայց չեմ ասում դա պիտի ստանանք մենք։ Չէ, չենք կարող դա ստանանք, աշխարհը առաջ է գնում։ Բայց մենք կարող ենք պահպանել որոշ նիստուկած, որոշ բարոյական նորմեր, որոնք ցավոք սրտի բռնաբարվել է այս 3 նախագահների օրոք եւ այո Կտրիչ Ներսիսյան երևույթի օրոք, ով կաթողիկոս է իրան հրճակել, ով բացի նորտարի շնորհավորելուց հանրության հետ որևիցե կերպով չի առնչվել, չի զրուցել։ Շատ ճակատագրական կարևոր պահերին հանրությանը ուղերձով չի դիմել, հանրությանը չի փորձել հաշտեցնել, հենց հիմա զբաղված է պառակտումը եւ սեպը խորացնելով հասարակության մեջ։ Կաթողիկոսը այդպես պիտի վարվի։ Կաթողիկոս կա, որ այդպես պիտի վարվի։ Մի հատ ուղերձն ինչ էր 20 թվականից հետո չհնչեցրի։ Չէ, բոլորս հասկանում ենք թե ինչ, որովհետեւ քաղաքականությունը ուղեղիդ մեջ է, քաղաքականությունը չէ։ Հանցագործ ռեժիմի վերադարձ ուղեղիդ մեջ է, երանելի օրեր են դրանք եղել։ Քեզ համար։ Եվ այսօր այո, պատասխանատվություն կրելու պահն է եկել։ Եվ հանրությունը, ես տեսնում եմ, ինչ որ մի հատ սրբազան էր, թե քահանա էր, գրել էր Նիկոլ Փաշինյանը հանրության աջակցությունը չունի։ Լավ, Նիկոլ Փաշինյանը, ասենք, չգիտեմ, ունի թե չունի հանրության աջակցություն, ինքը երկրի ղեկավարն է вообще-թե, եկեղեցական չի։ Խոսքը եկեղեցու մասին է։ Իսկ կաթողիկոսը հանրության աջակցությունը ունի։ Ունի հանրության աջակցություն։ Դա ձեր համար խնդիր չի։ Ես տարօրինակ բաներից եմ խոսում, ես մտածում եմ, ու գիտեք, հետաքրքիր է, որ եթե մեկը տենց բան ասում, ես կարամ լուրջ չվերաբերվեմ, ասում, բայց մեկ բացում մեկնաբանություններն եմ նայում, ապշում եմ, որ մեր հասարակության մեջ կողքի մենք ապրում ենք մեր բոլորիս երկրում։ Ու ունենք դες անպատասխանատու վերաբերմունքով քաղաքացիներ։ Մարդը ասում է, քո ինչ գործ։ Երեխա ունի թե չէ։ Այսպես նայ ցավը տանեմ, եթե իմ ինչ գործն է, լավ, օքեյ, իմ ինչ գործ։ Երեխա ունի թե չէ։ Քեզ էլ չի հետաքրքրում, չէ՞ ունի թե չէ։ Ասում եմ, այդ նույն կանոնադրությամբ, որի հիման վրա հերացրել է բանին, Տեր Արամին, կարգալույց արել։ Այդ նույն կանոնադրությունով ինքը իրավունք չունի երեխա ունի։ Ասում եմ, հա ինչ անենք։ Ասում եմ, լսի, կարա օրինակ դատավորը դատի մարդուն հանցագործության համար եւ ինքը գնա եւ անի այդ նույն հանցագործությունից, բայց չդատվի։ Ասում եմ, չէ, այդպես ոնց կլինի։ Ասում եմ, բա այնպես ոնց կլինի, բա խի չի լինի։ Դատավորը, ինքն է դատողը։ Որոշում է, որ այս մարդը այս հանցագործության համար պետք է գնա 10 տարի նստի, մարդը սպանել, չգիտեմ։ Պետք է գնա 15 տարի նստի։ Հետո ինքը գնա մարդ սպանի, ես դատավորն եմ, ախպեր, ոնց ինձ ուրիշ դատում։
Չի լինում, չէ, որովհետեւ օրենսգիրքը քրեական մի հատ է, չէ, ու ասում է, որ սպանելու համար դատվում են, ճիշտ է։ Բայց հիմա այդ մենք կանոնադրությունն էլ է, այդ մի հատ է։ Որտեղ որ չի կարող կաթողիկոսը երեխա ունենա։ Եթե երեխա ունի, ինքը խաբել է ուրեմն, խաբել է, տաքսրել է։ Եթե ուզում է շարունակի երեխա ունենալ, էլի խնդիր չի։ Ինքը կարա դիմի հոգևոր խորհրդին, իրան բանը հրաժարվի կաթողիկոսական կայտ ասի 1000 տներեք, ես հեսա կգնամ կճկնեմ իմ մեղքը Աստծո առաջ կքավեմ, դա ձեր գործը չի, բայց ես ուզում եմ շարունակել ծառայել եկեղեցուն, ու գնա իր ընտանիքով երեխեքով տեղավորվի մի եկեղեցուն, որպես քահանա աշխատի։ Այդ բaragայում ոչ ոք չի կարող ասի երեխա ունի, թե չունի։ Երեխա կարա ունենա, քահանա է։ Ուսակարոն չի։ Չի կարա չէ հետաքրքիր հայրը ջան, եթե դու հայ առաքելական եկեղեցու հետևորդ չես, ուրիշ բան որ կարա քեզ չհետաքրքրի։ Բայց եթե դու հայ առաքելական եկեղեցու հետևորդ ես, չի կարա դա չես մեծ հարցն է։ Եկեք մեծ տարական հարցն է։ Ինչ ես քահանային տեսնելուց, ասում օրհնեցեք Տեր հայր, չէ, բարևի փոխարեն ասում ես օրհնեցեք Տեր հայր։ Իսկ սրբազան տեսնելուց ասում ես Աստված օգնական։ Ինչի համար։ Սրանք ունեն հստակ իրենց պատասխանները։ Որովհետև քահանան սպասարկում է քեզ, ու դու պահանջել որ օրհնի քեզ, ու ինքը չի կարա չօրհնի։ Ինքը պիտի օրհնի։ Որովհետև իր գործը դա է։ Իսկ սրբազանին, կուսակարոնին, ասում ես Աստված օգնական, որովհետև ինքը հրաժարվել է աշխարհիկ կյանքից, ու ինքը ամբողջովին տրվել է Աստծուն, եւ որպեսզի կարողանա հանկարծ գայթակղվել ու չշեղվել այդ ճանապարհից, նրան պետք է լինում մեր օրհնությունը։ Ու մենք օրհնում, մենք ենք իրեն օրհնում, ասում ենք Աստված քեզ օգնական։ Բայց խի այս տարբերությունները։ Ինչի՞ համար մեկը կոչվում կուսակարոն, մյուսը չէ։ Ինչի՞ է մեկը ինչի՞ կուսակարոնը կարա դառնա կաթողիկոս, քահանան չի կարող։ Ինչի՞ համար։ Դրա համար։ Հետո ինչ են ասում, դե թող երեխաներ չունենան, բա թող ունենան։ Թող ունենան, Աստված 1 միլիոն երեխա թող տա ամեն մեկին, բայց ախպեր ջան, չես կարող լինել դրանով կուսակարոն դու։ Օրինակ ես կարա չէ մտածել գնամ դառնամ բան, կաթողիկոս, ինչ որ տես բան, նպատակ դնեի, օրինակ, հա, ու arczepiskopos եմ ուզում դառնամ, ախպեր օրինակ։ Բայց ես չեմ մտածի դրա մասին, որովհետև ես ամուսնացյալ եմ։ Ես չեմ կարող հրաժարվեմ իմ ընտանիքից։ Չեմ կարող, որևիցե մեկը չի կարող։ Մենք խի կարա։ Այսինքն ինքը խախտել է կաթողիկոսը, ով պատասխանատուն է կանոնագրքի հստակ իրագործման եւ կատարման, ինքը դա խախտել է։ Հետևաբար ինքը չի կարող պարտադրի, որպեսզի ուրիշները հարգեն այդ կանոնագիրքը։ Չէ, որովհետեւ առաջին ինքը խախտել է։ Այդ նույնն է ոնց որ վարչապետը համանadrական կարգեր խախտի։ Դա հանցագործություն է։ Ու հետո ինչ որ մեկին ձերբակալի համանadrական կարգ խախտելու համար կարա լինի դες բան, չի կարա լինի։ Որովհետեւ ինքը լինելով երկրի ղեկավարը նաեւ պատասխանատուն է համանadrական կարգի անխախտելիության։ Այո, ամենափոքր մեղքն է դա։ Բայց դա դեռ առաջին հարցն է։ 100 հարց կա իրեն տալու, բայց առաջին հարցն է դա։ Նա սկսենք այդտեղից, որովհետեւ իմանանք մյուս հարցերը տալիս ենք ուխտա դրուժ մեկին, դե տալիս ենք կաթո, եթե ասի չէ չունեմ, ասենք օքեյ։ Օքեյ։ Չնայած ես ասեմ, հիմա որոշ նախաձեռնություններ ունենք, բայց փակագծեր թույլ տվեք չբացենք, այդ հարցի պատասխանը մենք կգտնենք։ Եվ հավատացեք, նրանք ովքեր որ ասում են, որ իրենք հայ առաքելական եկեղեցու հետևորդ են, չնայած օրենքները շատ པարզ, թե պետության համանդրական օրենքները թե կանոնակարգը շատ པարզ ասում են, որ Հայաստանի Հանրապետությունը աշխարհիկ երկիր է, ու մարդիկ ազատ են իրենց կրոնական բաների մեջ, ընտրությունների մեջ, ինչպեսին դու չեք կարող մեկին վիրավորել, որովհետև ինքը օրինակ աթեիստ է, կամ մեկին հեգնել, որովհետև ինքը աղանդավոր է, չեք կարող։ Ինքը կարող հանգիստ գնա դատի տա պատիվ պահանջի, որովհետև այդ համանդրության մեջ տենց է։ Առհասարակ մեր համանդրությունը կառուցել են այնպես, որպեսզի պետության մեջ եկեղեցին լինի պետություն։ Սա ռուսական արտաքին ուժերի, նաև ինչ ոչ թուրքական, արտաքին ուժերի առհասարակ, թե բրիտանական նույնպես կարող լինի, ներգործությունն է։ Եվ այո, նաև դա է խնդիրը, որ մենք մինչև հիմի մեր սահմանադրությունը մի անգամ կարդացած չկանք, որովհետև չենք համարում մերը, որովհետև սահմանադրությունը սղացրել է։ Սահմանադրության հանրակրվեները 2005 թե 15 թվականներին մենք չենք ընկալել այնպեսին ինչպեսին ինքը կա ու ընտրություն չենք իրականացրել։ Գնացել լծրել են, որում ապահովել են, անգամ ամենատարբեր պատմություններ կարան պատմում թե ընտրությունները ոնց է անցել, ու ասել են սրանից հետո էսա։ Ու հիմա երբ որ հարկ առաջացել սահմանադրություն ունենալու, սրանք այս հրասաթրքահպատակները ինչ են ասում։ Հա, Թուրքիա հրահանգով եք փոխում։ Ոչ, բացարձակ։ Նա սահմանադրություն անհրաժեշտ, որը ընտրում կամ չի ընտրում ժողովուրդը։ Ոչ թե մեկը իշխանություն ուզուրպացրած մեկը, ով ինչ ուզել մեջը գրել է։ Հասկանում եք։
Խնդիրներ կա։ Եվ նրանք, ովքեր որ հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդներ են, նրանց 90%-ը կփաստեն, որ իրենք շատ խորքային չեն տիրապետում խնդիրներին, որովհետև չի եղել այնպեսի, մեր եկեղեցին չի արել իր գործառույթը այնպես, որ մենք կապված լինենք օրինակ քահանաների հետ, շփվենք նրանց հետ, խոսենք Աստծուց, քննարկենք Աստվածաշունչը եւ այլն, եւ այսպես շարունակ։ Եկեղեցին իր գործառույթները որպես այդպեսին, որ պիտի լինի ճունևորների աջակիցը, հիվանդների հովանավ, ամեն ինչ էլի, ասենք, այդ գումարները, որ զոհաբերվում են եկեղեցու, զոհաբերվում են դրա համար։ Նաև այս չեն իրականացել ոչ մի բան, բոլորս լավ գիտենք, հա, սա իմ ասելով չի։ Հիմա պիտի դա վերականգնվի, թե փակենք դա։ Գիտեք ինչ, ես կարծում եմ, որ հարությունը ոնց որոշի։ Եթե մենք ուզում ենք, մենք նորմալ ենք վերաբերվում, որտեղ մի հայ առաքելական եկեղեցի, ոնց ուզում են թող գնան բանանեն, օքեյ։ Եթե մենք բոլորս սրա հետ նորմալ ենք, ուրեմն մենք եկեք աշխարհում չասենք, որ մենք առաջին քրիստոնյաներս բան, որովհետև մեր վրա քրիստոնեի շնորհք չկա։ Այ չկա հենց նրա համար, որ կտրիչի նման կաթողիկոս է եղել, ինքնահռչակ։ Որովհետև մեր եկեղեցիականների մեծ մասը ամենատարբեր հանցագործություններն են իրականացրել։ Եվ մեզ այն շատերը դրանք տեսել ենք, դրա մասին մտածել ենք, դրանք իմացել ենք։ Մենք չենք խոսել, հա դասնեք լավ դե, այսօր եկել ասել սրա։ Ու հիմա էլ ենք ասում լավ դե։ Չգիտեմ ինչի համար ենք այդպես մտածում։ Հիմա մի գրառում է արել Facebook-ում, մարդիկ հիմա շփվում են, շատ լավ է, որ հարգալից տոնով են շփվում, չնայած վերջին մեկնաբանությունները չեմ ասել նայել։ Ուրեմն ինձ մոտ հարց կա։ Ես տեսա, երբ որ Տաթևի վանքի բանին Հայր Միքայելին, հա, Հայր Միքայել չէ, եթե չեմ սխալվում, կուսակրն է, հա։ Խոսքով մարդիկ ճանաչում են եւ շատ լավ տպավորություններ ունեն։ Ու երբ որ նրան ուզում էր Կտրիչ Ներսիսյանը ինչ որ կերպ հեռացնել եկեղեցուց, մեկը ես բազմիցս խոսել եմ հեռուստատեսության հաղորդման շրջանակներում ու ասել եմ, որ ինքը իրավունք չունի դա անել։ Եվ սատարել եմ առաջ ճանաչելու, որովհետև հարցը տրամաբանությունն էր, ես չեմ ճանաչել նրան։ Հետո իմացա, որ շատ շատերը, ովքեր որ ճանաչում են, շատ հարգում ու սիրում են, ես շատ լավ, ավելի լավ ես պարզապես ուրախացա այդ հանգամանքով, որ նաև այդպես է, էլի։ Բայց շատ հետաքրքիր է, հիմա Տաթևի վանքի Հայր Միքայելը ինչպեսի դիտարկում ունի Կտրիչ Ներսիսյանի եւ առհասարակ եկեղեցու ներսում տիրող այս ամենի մասին։ Այն ամենի ինչ որ մի պահի իրան էլ է կպել, ու ինքը շատ լավ գիտի, որ շատերին է կպնում։ Ու չեն կարող, ես նայում եմ մեկնաբանությունը, մարդիկ կան ասում են, ինքը մենակ չի խառնվում ոչ մի բանի, մենակ Աստծո բանով գնում է տենց ինքը իր Աստված բան, չէ, ժողովուրդ ջան, այդպես չի լինում։ Այդպես չի լինում։ Ինքը մի եկեղեցում է, որը կոչվում է Հայ առաքելական Սուրբ եկեղեցի, Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցի, ու չի կարա ինքը հետաքրքրված չլինի դրանով։ Չի լինում այդպես։ Ես չեմ հանկարծ չմտածեք մեղադրական բաներում, չեմ, չէ՞։ Բայց դա խուսափելու միջոց է, ոչ թե արդարանալու։ Այո, շատ լավ է, որ ինքն իր գործառույթը մաքսիմում անբիծ, անբասիր ձևով է իրականացնում, որպես եկեղեցական եւ Աստծո ծառա։ Դա հիանալի է ու օրինակելի շատ դեպքերում։ Ես սրա մասին բան չեմ կարող ասել։ Բայց չի կարող ասել, թե ես ինքնուրույն ես իմ ձևով։ Այդպես չի լինում։ Չէ՞ որ ինքը շարժվում է նաև Հայաստանից առաքելական եկեղեցու կանոնագրքով։ Իր ծիսակատարությունները մատուցվում է Հայաստանից առաքելական եկեղեցում ընդունված կանոնակարգով։ Ինքը դրա մի մասնիկն է։ Ինքը առանձին եկեղեցի չի, ինքը դրա մի մասնիկն է։ Խոսքս դրա մասին է։ Եվ ես իհարկե չեմ ցանկանա թիրախավորել նրան։ Ես սա չեմ ասում, որպեսզի նա թիրախավորվի շատերիս կողմից ինչ որ պահանջ ձևավորվի, ուրեմն կա չկա մի բան, կա չէ, չէ, ես դրա համար չեմ ասում։ Բայց ինչ որ մի պահի նաև ինքն է եղել այն նույն իրավիճակում, ինչ որ Տեր Արամն էր։ Ու Տեր Արամը այսօր պայքարում է։ Տեր Արամն էլ կարծել իսկ ինչի սա պետք։ Ինչի սա պետք է։ Ես իմ գլուխ, ինչ կասի Կտրիչը կանեմ, իմ տունն ապահում եմ։ Մարդիկ են sense հարգում են։ Ինչի համար մտնում ես ամեն ինչի տակ։ Մենք որպես հասարակություն այդ կերպ ենք վերաբերվում նման մարդկանց։ Մեր հասարակությունը այսօր ուժեղ անհատների խստագույն անհրաժեշտություն ունի։ Դուք չեք պատկերացնում ինչ կարգի անհրաժեշտություն ունի ուժեղ անհատների ամենատարբեր ոլորտներում։ Իսկ այդ ուժեղ անհատները ինչքան էլ ուժեղ լինեն, միս ու արուն են, մարդ են։ Ու ինչ որ պահի լինում է իրանք են թուլանում, իրանք են կոտրվում, իրանք էլ կարող են իրենց կամքը կարա ինչ որտեղ չբավարարի։ Արժի ուժեղ անհատներին թողնել միայնակ շատ կարևոր ժամանակներում։ Շատ կարևոր ժամանակներում, երբ որ Հայաստանի
Հայաստանյան իրականության մեջ գաղափարական հեղափոխություն է տեղի ունենում։ Եվ շատ ծանր է գնում այդ հեղափոխությունը, շատ դժվար, որովհետև դա գիտությունը մարտնչում է։ Մարտնչում է ամենակեղտոտ ձևերով, որովհետև ինքը դա գիտությունն է։ Ինքը մարտնչում է քֆրտելով, Վարդանիկի նման, քֆուր դնելով։ Ինքը մարտնչում է խախտումներ անելով, ինքը մարտնչում է ծաղրելով, թիրախավորելով, չգիտեմ, ապատեղեկատվություն տարածելով, ամեն կերպ ինքը մարտնչում է։ Ու իր դիրքերը շատ ավելի միշտ բարենպաստ են լինում։ Հիմա մենք կուլենք գնում դրան, թե ուժեղ անհատների կողքին ենք լինում։ Անկախ ամի, գուցե մի քանի բան մենք ինքներս չենք հասկանում, այս մարդը հասկանում է։ Ինչի նեցուկ չլինենք նրան, ուժ չտանք նրան ու չասենք դու քայլի, ես քո կողքն եմ, քայլի դու մենակ քայլի հանկարծ չծնկես։ Ինչի չենք անում դա։ Մենք այդպես ենք այսինքն պիտի անպայման մարդիկ որոշ քաջ գործողություն անելուց հետո զոհվեն, որ դառնան մեր հերոսները։ Մենք չենք սիրում կենթանի լեգենդներ ստեղծել մեզ համար։ Չեմ ասում Տեր Արամին դարձնենք կենթանի լեգենդ, բացարձակ խոսքը դրա մասին չի։ Բայց մենք կարող ենք գնալ այդ ուղղությամբ, օրինակելիի ուղղությամբ։ Մենք լավ չենք անում, եթե այդպես չենք անում։ Եվ գիտեք, այսօր պատմության խորքից օրինակ, մենք շատ օրինակներ ենք բերում, Գարեգին Նժդեհին, սրբազնացնում ենք, չէ՞, գրեթե շատ տեղերում։ Բանին Զորավար Անդրանիկին, Գևորգ Չավուշին, Աղբյուր Սերոփին։ Իսկ ձեր մոտ հարց չի առաջացել, այդ մարդիկ առնվազն 30-40 տարի Օսմանյան կայսրության դեմ կամարավորական խմբերով կռիվ են տվել։ Ինչի համար է իրենց ջոկատը 10-15 մարդուց բաղկացած եղել, եթե միլիոններով հայեր էին ապրում այդ տարածքում։ Ինչի համար։ Ո՞նց է տենց եղել։ Որովհետև այո, այսպես այսօրվա նման, մեզ նման նստել թամաշա են արել։ Թամաշա են արել, գնահատականներ են տվել, լավն են, վատն են, ճիշտ արին, թե սխալ արեցին։ Բայց չեն գնացել հետևից։ Չեն ասել, այ էսի ծառությունն է։ Էսի ծառությունն է։ Եվ թերևս իրականության մեջ այդ ծառությունը միշտ ամենաուղիղն է, եթե միշտ իմացեք։ Որովհետև բոլորն են թեք ապրում, թեք, բոլորը։ Եվ երբ որ մեկը ուղիղ է ապրում, ինքը բոլորի համար դիտարկվում է ծուռ, իրանց դաշտից, տեսադաշտից։ Ինչ ներքին վախեր են, որ չենք կարողանում, չենք ցանկանում հաղթահարել։ Եվ այս արդարացումը ինձ համար սա խուսանավում է, ոչ թե արդարացում, ոչ թե պատճառ, ոչ թե բացատրություն, այլ սա խուսափողականություն է։ Մարդը հանդարտ գլուխը չի ուզում դնի դարդի տակ, վերջես կամ բան։ Ախպեր, ասում են, ինչ ուզում եք արեք, ես իմ ասում։ Աստված դա է պահանջում նրանից։ Աստված դա է ցանկանում իր ծառայից, իր որդուց, իր զավակից, չգիտեմ։ Ես այս բարձրաձայն մտորում եմ, չգիտեմ, կարող է սխալ բաներ եմ մտորում։ Չգիտեմ, կարող է սխալվում եմ այս բաների մեջ, բայց տենց է ստացվում։ Նա Աստված է կգնալ իր աստվածային գործերով, ինչ է տղին ուղարկում ստեղ խաչվելու։ Էնել ում ձեռով, պես լենքոտ մի քանի հոգու ումից ինքն է ստեղծել եւ սրծանի կվերացնի։ Հասկանում եք։ Ինչի համար է, вообще քրիստոնեությունը ինչի համար է։ Ինքը արժեհամակարգ է, չէ՞։ Համամարտկային արժեհամակարգ է, որպեսզի մարդկության աբորիգենիզմից եւ գանիբալիզմից վերի մեկ այլ դաշտ, որտեղ որ չի կարելի ուտել մարդու միս։ Ռոբինզոն Կրուզոյի մեջ ուտ խմել այդ պետք է խմել այցի կար։ Չի կարելի մարդ սպանել, չի կարելի շնանալ, չի կարելի սա։ Կարելի է սա, կարելի է սա։ Սա բարոյականության լրջագույն արժեհամակարգ է, համամարտկային։ Որտեղ որ արի ուտես, որ մեր հովիվները անգամ չեն ցանկանում այդ արժեհամակարգին ենթարկվել, բայց իրենք ասում են, որ մենք բանա, գիտեք, ասում, ես ինչ չեմ խոսում։ Դուք մեկ պատկերացրեք, եթե մարդկությունը գամ արդեն պիտի հասածներս 1700 տարիները, 2000 տարիները բավարար են, որ եթե հետևողական լինեն, գային հասնեն այն կետին, ինչ որ ասում է Աստվածաշունչը։ Պատկերացնում եք դա ինչ կլիներ։ Դա լրջագույն գաղափարախոսություն է, եթե անգամ քրիստոնյա չես, դա լրջագույն գաղափարախոսություն է համամարտկային։ Ոնց կարող ես բացել, չեմ իրոք ախպեր, ես պիտի շնանալ, բայց դա քո գործը չի, ես մեկը բանը սրբազան կարամ համարվեմ ու ես քրիստոնյան եմ, դու եկել ես պղծում ես իմ եկեղեցին։ Սա ի՞նչ է։ Սա ի՞նչ է։ Ու երբ որ բան ես ասում, ասում բան, դու իմ անձնական կյանք ես մտնում, ախպեր։ Դու ասենք, ինչ նշանակում անձնական կյանք ես մտնում, եթե դու ասել ես, որ դու անձնական կյանք չունես, քո կուսակրոն լինելը դա է նշանակում, որ քո կյանքը տվել ես Աստծուն։ Եվ դու
Պիտի ծառայես Աստծուն ու ժողովրդին, դու քո անձնական հետևություն։ Ինչ նշանակում է անձնական կյանք մի մտի։ Քո անձնական կյանքը մեկը ես եմ, մեկը Աստված։ Դու ո՞նց կանես հենես գնաս քերական գատ դոմպելու խոսքի։ Հետո հենես ասես դե այո վեր սարկած, բան արհեստական բանականությունով էր ապրետի։ Մարդու մեղադրում են սպանության մեջ այսօր աշխովս ընկա։ Դուրս եկել լրագրողը հարց տալիս ինքս մոպա։ Հա, լավ է ես իմ սպանության մեջ չեմ մեղադրում։ Գժվել եք դուք հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Այսքան դեգրադացված է արդեն մեր հասարակությունը։ Սա ցնդաբանություն է։ Սա ցնդաբանություն է։ Եվ եթե մենք սենց շարունակենք ժողովուրդ ճանապարհել, մի բանում կարող եք համոզված եւ վստահ լինել։ Այլևս երբեք մեր ժողովուրդը չի ծնի անհատներ, չի ծնի հազորագույն արվեստագետներ, կոմպոզիտորներ, առաջնորդներ, զորավարներ, գիտնականներ, բժիշկներ, չի ծնի։ Որովհետեւ դեգրադացված իրականության մեջ չեն ծնվում տես մարդիկ։ Հիվանդ հոգեբանությամբ ապրող մարդկանց մեջ տես բան չի լինում։ Մինչև մենք մեր միջավայրը չփորձենք մաքրել, այս երիտասարդը 17 տարեկան որ կա, սա մեր ապագան է, անկախ նրանից ինքը ինչ է պատկերացնում ինչպեսի քաղաքական Հայաստանում։ Եվ եթե մենք թիրախավորում ենք նրան, օրինակ, մենք դրանով քանդում ենք գարնան հողը, որը նոր ծիլ է տվել։ Քանդում ենք, տրակտորը կողել, քանդում ենք։ Եվ գիտեք, բոլորս կարող ենք սիրուն բաներ խոսել։ Ես վստահ եմ, այստեղ դիտորդներից շատերը ինձնից ավելի լավ կկառուցեն իրենց միտքը, ինձնից ավելի շատ ասելիք կունենան այս թեմաների շրջանակներում։ Բայց հարցը դա չի։ Հարցը այդպիսին է լինելն է, կամ փորձել այդպիսին է լինել, լավ քայլ անել այդ ուղղությամբ։ Հարցը սա է։ Կարող ենք առավոտից իրիկուն խոսել բարոյական արժեքներից, բայց ինչ ենք մենք անում, երբ որ դռնից դուրս ենք գալիս։ Ինչ ենք մենք անում, երբ որ մեկը մեր ոտքը տրորում է։ Մի խոսքով ես առաջարկում եմ ժողովուրդ ջան, այսքանով վերջացնենք, եթե ասելիքս այսօրվա համար թող այսքանը լինի։ Մտնում մեկը, նայեք, եկեք լավ, նախ սա էլ էլի ցույց տամ, ես չկա sense բան, պարզապես չկա։ Բոլորը դարձել են լոլո կարդացող։ Հիմա աչքովս ընկավ, չգիտեմ ինչ հաղորդման հյուր է մեկը, մինչև այդ փիլիսոփայում էր թե բան, այ ինչպես են հիմա բան անում, մեր ոտնահարում կաթողիկոսի եկեղեցու դեմ են դուրս եկել, բան, այ մարդը կինը զանգում, հա, խնդրեմ։ Ես մի հատ հարց ունեմ դե, կաթողիկոս եք, ընտանիք ունի թե ոչ։ Կաթողիկոսը ունի ընտանիք հարցնում են։ Ես որտեղից պատասխանեմ այդ հարցին, ես ոնց կարող եմ իմանալ։ Ես Մի կողմից ասում են, ես ոնց կարող եմ իմանալ, ոնց պատասխանեմ այդ հարցին։ Մյուս կողմից ասում են, կաթողիկոսի դեմ են դուրս եկել, եկեղեցու դեմ են դուրս եկել։ Ախպեր, իսկ դու կարող ես նկարագրել, ոնց ենք դուրս եկել։ Մենք ասում ենք, դու չգիտես, ապեր, մենք գիտենք, ասում ենք երեխա ունի։ Դու դրա վերաբերվի։ Ես ինչ իմանամ ունի, բայց ենք ասում, քեզ հետ չի հետաքրքրում։ Դու լինելով եկեղեցի ներսում, լավ, հասարակությունն է, հավատացյալներն են կամ ոչ հավատացյալները, այդքանը չեն հասկանում ախպեր։ Ասենք օրինակ, բոլորս գիտենք, որ սահմանադրություն կա, օրենքներ կա, բայց սահմանադրական դատավորների չափ չենք հասկանում, չէ՞։ Կամ փաստաբանների չափ չենք հասկանում, չէ՞։ Լավ, մենք չենք հասկանում, արա։ Արա քեզ չի ուզում են հարցը, որը որ Հայաստանի Հանրապետության թիվ 1 ամբիոնից երկրի ղեկավարն է ասում։ Հələ կաթողիկոսի երեխա ունենալ չունենալը մի կողմ է։ Նորմալ է ցես համար որ որևէ թեմի առաջնորդ սրբազան կոչեցյալ arczepiskopos բանա պակ գործակալը։ FSB-ի գործակալը։ Նորմալ է սա։ Սա դեգրադացում չէ, այսինքն ոնց ասեմ։ Դες ոնց ասեմ, լավ նորմալ է տենց։ Բանը գնում ենք KGB-շնիկի ձեռը պատճում են, ես շոյմ այդ շորնահակ, ինչ անենք ձեռը պատճում ենք, մեր երեխուն տալցենք, ասում ենք մատ օծի, բան արա իրան, կնքի իրան, KGB-շնիկ արա։ Դե մեկեք ավելի ես լավ առաջարկ ունեմ։ Մեր են հնագույն դարերում օրինակ, երբ որ թե ընդ որում հեթանոսական շրջանում, թե քրիստոնեական շրջանում, թե քրմերը եւ կամ թե քահանաները չէին բավարարում ամբողջ մեծ հայքի տարածքում, դարբիններին հատուկ բան էր տրված, կոնդակ էր տրված, իրենք կարող էին մկրտություն անել։ Դու գիտեք դա, առհասարակ դարբինները դրա համար են, ասես մեր ենթագիտակցության մեջ միշտ նստած առանձին հարգանք վայելում, որովհետեւ նրանց այդ իրավունքը տրված է եղել։ Եվ իրենք կարող էին կրակի վրա, կրակով մկրտություն անել։ Եկեք գնանք այդ ժամանակները, միշտ ավելի, վերենք,
մեր ուրիշ մասնագետներից կոշկակար, մեր արեստը խադավի ախպերների մեր ախպեր։ Ասենք ընկեր, բան արեք, արդեն մարդու մաքուր աշխատավոր մարդիկ եք հաստատ ձեր ավելի լավ։ Եկեք մեր երեխից կանենք ախպեր։ Լինում է դες։ Բայց կարա կագեբեի գործակալի բարագայում լինի, բարագայում չլինի, սծնդաբանություն է։ Ասում եմ, կամ ես մեր ձևովականները, հետ սվեկցիկ որտակ թուրքի, նուք ախպեր հեցը ումներ հեցը, թուրքինը չեր, ռուսինը չեր, օտար երկրացունը չեր, հայերիններ, հայ մարդուներ, հայ քաղաքացու համար ծառայում էր, այն նս ապուշը հելել գնացել Նյու Յորքերում ինտերվյու է տալիս, ասում է, արցախցիներին Հայաստանի իշխանությունները Արցախից բերեցին Հայաստան։ Ու կան մարդիկ սրանց, նայեք, եթե ես, օրինակ, ես, ասեմ, սատարում եմ բոլոր ժողովրդավար ուժերին, բոլորին։ Չնայած նրանցից մի քանիսը արդեն աչքիսս ընկել են, չեմ սատարում, որովհետև ապուշ բաներ են խոսել, որ ես հաշ չեմ, բայց դա տնենք մի կողմ։ Ասենք թե, ես սատարում եմ բանին, տաշի Սամոյին ախպեր։ Ասում եմ մեր ձևով պիտի լուծենք, ոչ ով եկավ հեն անից ես, մեր ձևով ենք անում սրանից հետո։ Արա մեկ էլ նայում եմ, ես առաջնորդը, ում որ վստահում եմ, գնացել ասում է Արցախի էթնիկ զտումը իրականացրել են հայերը, արա։ Կողքից հիմա եթե իրեն ով ինչ ասի, ես չեմ ուզենա մտնել այդ բազարի մեջ արդարացնեմ նրան, արա։ Որովհետև մարդը ասել է իր բերանով, ու սա լսել են էդի։ Սրանք չէ որ չէ դու ով ես խոսում ես Նիկոլետ որ տարավ 5000 ես ինչ եմ սկսում խոսալ արա կայնի էնի քո կարծիքն է որը կարա իրական չի դրեցինք մի կողմ դա դու տենց ես կարծում ես դեռ չեմ կարծում բայց ստեղ մենք ունենք փաստ սա կարծիք չի սա փաստ է մարդը կանգնել է Հայաստանին մեղադրում է Արցախում էդիկ զուտում անելու մեջ հա Մարիա Ալիևի օգնականն է ախպեր Era lurջ օգնական է որ Հայաստան ներդրած է ինչ եք ուզում եք Չէ մեկ կա դու Նիկոլին ես սատը արա Նիկոլը դնենք մի կողմ ես ձեզ բան եմ ասում ասում եմ ախպեր ասում է տեսեք ասենք թե Քոչարյանն է իմ սրտի վարչապետացում հա ու հանգարցն ստացվել էր տենց ու ինքը վարչապետն էր ախպեր եթե Նիկոլը հելներ ասեր Արցախի էթնիկ զտումը արել է Հայաստանը ես շարունակը դնեի դու ապուշ չես արել Ու չի ստացվում որ ես նրան եմ սատարում, ստացվում է որ ես այդ արտահայտությունը չեմ ընդունում, որովհետև դա սուտ մատնությունը իմ պետության դեմ։ Ու ապուշ չէ կարա։ Արա այդքան կերել, հա, այդ բանը էլի ատելությունը։ Դուք արդեն սկսել եք խառնել որն է վերաբերվում քաղաքական գործին, որը պետությանը։ Դուք ես հասարակ հարցերը երբ եք սկսելու հասկանալ։ Արա շարունակ, ես չեմ ասում, ինչի եք Նիկոլ, կյանքում ես լսել եք, որ ես նստեմ ասում, խիղ Նիկոլին բան ասում, բան Նիկոլը լսել եք ես դες բան։ 5 տարի է, այս անտերը եթերում եմ, արա։ Ես դες բան մեկը լսել եք, արա։ Ես դες շատ եք Նիկոլի անունը տալիս, արա։ Լսել եք դες բան, որ ես դուրս գամ ու փառաբանեմ Նիկոլին, լսել եք դες բան։ Բայց ասեք, մեկ մեջբերում արեք։ 400-ից ավել համարյա 500 վիդեո YouTube-յան կանալումս ունեմ, 4 տարի էլ free news-ում եմ խոսում։ Մի հատ նախադասություն չարեք, բերեք ցույց տալեք, տեսնենք ինչ եք ասում։ Այո, սատարում եմ։ Բայց ես լսել եք, որ ես կանգնում եմ, ո՞ս Նիկոլին բան չասեք, այ որ դուք բան եք ասում Նիկոլին, դուք ո՞չ ես ձեր ասածներն եմ փորձել մեկնաբանել, տրամաբանություն գտնել ընդհակառակը։ Դուք անգամ դա եք փորձել թիրախավորել։ Դուք այդտեղ եք թշնամացել, որովհետև հասկացել եք, որ ձեր ասածների մեջ միտք ու իմաստ չկա։ Որտեղ ջոկել եք, որ երբ որ իրան բացում եք, դուք ապուշ եք դառնում այդտեղ, դեբիլ։ Այ քեզ բա։ Մարդը գնացել է քրիստոնյա մուսուլմանական բազար է եպում։ Եթե դուք չեք հասկանում սրա լրջությունը, տիկնայք եւ պարոնայք մեր ձևովականներ։ Նա դուրս եկեք ձեր բան եկին հարեք շարիկ տենանք հələ որը կանյա երեխա ունեք, որ ջոկենք մի բան եղավ, ինչ ենք անում։ Նա քարտեզին նայել եք։ Պատկերացեք, ստեղ քարտեզն է։ Ստեղ Հայաստանն է։ Ստեղ Ադրբեջանն է։ Ստեղ Թուրքիան է, ներքևը Իրանն է, այս կողքը Իրաքն է, այն կողմը հարաբական աշխարհն է առհասարակ։ Արա բեք Բարիս հետո Ադրբեջանից հետո ծովնանդեղից եկող մերի մուսուլմանական աշխարհն է։ Ապրում ենք մուսուլմանների մեջ 3 միլիոնով։ Քրիստոնյա մուսուլմանական բազար ենք եպում ապա։ Ցնդել եք։ Դուք գիժեք։ Ում արյան հաշվին եք դա փորձում անել։ Հայերի։
Դուք հայ եք։ Վերևում մի հատ Վրաստանն է։ Վրաստանից հետո Ռուսաստանն է, որը նույնպես աշխարհիկ երկիր է, ու մեկը ինձ չի կարող ասի, որ Ռուսաստանում ապրում ավելի շատ քրիստոնյա, քան մուսուլման։ Ինչ չեք անում արա։ Էս ում որով եք ելել սոց աշխարհ ֆռռսում ձեր կողքը։ Էս ինչ եք անում։ Ու ծափարում են, այո, ինչ լավ բան ասեց, արա, ինչ ճիշտ է ասում, արա։ Սա ճիշտ է ասում, արա։ Ծրդել եք, գժվել եք, ինչն է ճիշտ ասում։ Այն Աբրահամին չան էր, Գասպարյան էր այդ ուլի անունը։ Հելել է ապուշած մահարապական գարնան սցենարը Հայաստանում է գրվել, կոնկրետ ծաղկացնում, կոնկրետ կարամ ասեմ որ հյուրանոցում։ Աղացում կայֆերով լրված է։ Կայֆերով լրված աղտր աղացում։ Սպասում են կիրակին երբ է գալու առավոտ հետա խաշի կոլեկտիվ։ Հելել է մարդը, անես բանը ասում մի հատ, անես բանը ասում, որը սիրուն ստեղից որ վերցվում տարվում է, ցանկացած մուսուլման երկրում դրվում է, մեկ չկալասի կայքում։ Հայաստանը էլի մնում է մենակ, հաջորդ պատերազմին ապենք աշխարհն անարդար էր, բոլորը կանգնեցին Թուրքի կողքին, մենք զյաթաղանությունից բաներ ենք սկսելու խոսալ էլի։ Գժի դար արա։ Հա պատերազմ, գիտես ոնց է։ Մարդաս մա պատերազմ են տեչում։ Անես չլինի է որ պատերազմից փախնում, պատերազմից իրանք են փախնում, հարցը հենց այդ է։ Սկսենք այդտեղից։ Իրանք հենց պատերազմից փախնում են, մենք չենք փախնում։ Բազմապես մենք ասում ենք ավելի լավ է որ չլինի, եթե կարանք չպատերազմենք։ Ախպեր, ցանկացած տղա, որ դուրս է տեսել, բակ է տեսել, հա, բազարների մեջ ընկել է։ Ինչ արել, ուզեցել է որ ինքը կռիվ անի միշտ։ Չէ։ Ընդհանրապես գնացել են բազար անեն, որ կռիվ չլինի, այդ բազարի ընթացքում մեկն է վրա հելել, մեկ մյուսն է վրա հելել, մեկ էսի ատամ գցել, մեկ այնա մի հատ իրանց զսպել եւ այլն բերել տեղավորացնել են որ կռիվ չլինի, ճիշտ է։ Արա նույնը տեղ արա։ Մի քիչ ավելի մեծ աբյոմով։ Արա չի ուշտեն դնում խփոցել եղա պետք է խփենք։ Բայց ախպեր դու մենք չլինի։ Ընդ որում մուսուլման քրիստոնեական բազար ռեփողներին նա դուք հասկանում եք ինչի հետ եք բանանում, ինչն եք շարժում ընդ։ Ինչին եք կպնում դուք։ Հիմա թե բանա, հա, մեկ էլ ընդ շարունակում է եւ Հայաստանում էլ իշխանությունները դուրս են եկել քրիստոնյաների դեմ։ Դու ես քրիստոնյա այ դուրակ։ Ես եմ քրիստոնյա ոսկայում եմ ինդեմ դուրս չեկել ախպեր վարչապետը։ Չնայած մի հատ հարց կա, որը որ հեսա տենամ ոնց է լինում երկու շաբթի օրը նամակ եմ դարձնում, հարցում անում ուղարկեմ։ Դուրս եկել են ինչ կան։ Ոսկու շուկայի խաչերով ցեպերի ծեսքում չի անցել իրանց քրիստոնեության արժանամակարգը, եկել են մեզ քրիստոնեություն են երկում դայլայլում ծվծվում, դուք ով եք ապել։ Եթե պիտի կաթողիկոսը անի։ Որը չի արել։ Լավ ժողովուրդ ջան։ Լավ է, ես բաներ էի մտածում, ասի ձերից ես բարձրացան խորեմ, չգիտեմ։ Հուսա պետք է մենք հասկացնենք ամեն մեկս մեր միջավայրում։ Մեր հարազատների միջավայրում թեկուզ, որովհետև այո, իմ հարազատների մեջ նույնպես մարդիկ կան, որ չեն հասկանում ինչա կատարվում շատ դեպքերում, հարցնում են, դրա մեջ վատ բան չկա։ Որովհետև նման բաների վրա մենք չենք ցանկացել երբեք ուշադրություն դարձնել։ Հա, դες խալաստոյ գցած գնացել ենք։ Չենք ցանկացել ուշադրություն դարձնել։ Այսօր անհրաժեշտություն է դա, ու այսօր չէ։ Այս մի քանի տարի է անհրաժեշտություն է, որովհետև եթե մենք շարունակենք ուշադրություն չդարձնել, առաջիկայում եւս մեկ պարտության ելքով ճակատագրական ձևով 44 օրյա կամ 56 օրյա կամ 10 օրյա բաներ է սպասվելու։ Մյուս սերունդներն են հիմա էլ կոտորվելու։ Սրանք արդեն թռած ամեն մեկ իրաց Դուբայի, չգիտեմ որտեղ արեք նստած են լինելու ու դարձյալ կողմերին կոչ են անելու, բան նստեն բանակցությունների սեղանին, ոնց որ Սամվել Կարապետյանն էր անում։ Դա դարինելու։ Եթե մենք Այս բաներին ուշադրություն չդարձնենք։ Եթե մենք մի քիչ չփոխենք մեզ։ Մեր մտածելակերպը, մեր տեսանկյունները։ Դա անհարմար է, դա դժվար է, բայց դա հնարավոր է։ Լավ եղեք ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորին, ովքեր որ այստեղ իրենց ողջունի խոսքն են ասում, բարևում եմ դարձյալ բոլորին, շատ շնորհակալ եմ, որ կարողանում եք շփվել իրար հետ, շատերը արդեն վաղուց են իրար կարծես ճանաչում։ Շնորհակալ եմ բոլորին։
եթերը դիտելու, տարածելու եւ ինձ նոր միացածներին էլ պիտի խնդրեմ, որպեսզի եթե ձեզ հետաքրքիր են նմանատիպ զրույցները, ապա կարող եք գրանցվել իմեջում ժամանակ առ ժամանակ դիտել։ Դրանով շատ մեծ օգտակար գործ արած կլինեք։ Շնորհակալություն, բարի գիշեր ձեզ։